Ճողոպրում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների ու ընդդիմադիր ավականու անդամների արանքով։ Մայր Հայաստան խմբակցության անդամները հավաքվել են ազգային ժողովի մուտքի մոտ ԿՊԱ-կաններից պարզաբանում ստանալու, ինչու են ուզում տուգանել տրանսպորտի ուղևորձը չվճարող բոյկոտող մարդկանց։ Ժաննա Անդրեասյանի օրինակին հետևում է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, լուռ ու մունջ մտնում խորհրդարանի շենք, ասես իրեն հարց չեն տալիս։ Ինչն է քեզ զարմացնում, որ ապօրինի երկրում երկու օրենք են խախտում։ Այսինքն ապօրինի երկիրը բռնակալ իշխանությունն է եւ դրականաբար ինչ որ տեղի անենում դրա հետևանքն է։ Խորհրդարանի մուտքի մոտ մայր հայաստանցիները իշխանության բոլոր ներկայացուցիչներից պահանջում են դադարեցնել այն նախագծի քննարկումը, ըստ որի եթե քաղաքացին չի վճարում տրանսպորտի ուղևորձը, տուգանվելու է 10,000 դրամով։ Իսկ եթե ընտանիքի մեկ այլ անդամին տրված արտոնությունների փաթեթից է օգտվում, օրինակ հաշմանդամություն ունեցողի կամ թոշակառուի, ապա տուգանվելու է 15,000 դրամով։ Դուք չեք կարող ակնկալել, որ ես որպես քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր պետք է ունենամ սեպարատ դիրքորոշում։ Իմ դիրքորոշումը ձևավորել է, իմ դիրքորոշումը հանձնական, ազդել է խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա։ ԿՊԱ-ական Թագուհի Ղազարյանը չի ասում, թե որն է իր խմբակցության դիրքորոշումը, ու ինքը կողմ կքվեարկի, թե դեմ օրենքի այդ նախագծին, բայց ընդդիմադիր անդամների համար առանց ասելու էլ պարզ է, որ եթե որոշել են քաղաքացուն եւս մեկ անգամ տուգանքի մատերիալ սարքել, ապա կողմ են քվեարկելու իշխանավորները։ Դե թող ընդունվի, դա հերթական անգամ քաղաքացիները իրենց հետևությունը կանեն, իրենց վերաբերմունքը կարտահայտեն, եւ ես չեմ կարծում, որ ավելի քան 800 ավտոբուս է ամեն օր երթևեկում Երևանում, իրենք 800 հսկի չեն դնելու, այդ բույկոտը էլի շարունակվելու է։ Տարածքային եւ տեղական ինքնակառավարման խորհրդարանական հանձնաժողովն էր երեկ քննարկել քաղաքացուն 10-ից 15,000 դրամով տուգանելու մասին նախագիծը ու առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն տվել։ Քննարկենք ովքեր են կողմ օրենքի նախագծին, դեմ ձեռնպահ։ Մի խայտարակ ուրեմն օրենք է նախատեսում, որով որ ոչ միայն քաղաքացին ենթարկում է տուգանքի, այնտեղ տարբեր չափեր կան 10,000 դրամ, 15,000 դրամ, բացի այդ էլ քաղաքացին կարող է ենթարկվել զննության, ոստիկանության կողմից ուրեմն տարվի բաժին ինքնությունը պարզելու։ Հայաստան խմբակցության պատգամավորի խոսքով օրենքի նախագծին անգամ որոշ ԿՊԱ-կաններ են դեմ, աբսուրդ են համարում։ Բանական մարդու ուղեղում չի կարող տեղավորվել։ Հետո բացի այդ էլ կան հաշվարկներ, որոնք նախ այդ թանկացումներն են անհիմն։ Ըստ նախագծի, եթե քաղաքացին մտնում է տրանսպորտ ու 1 րոպեում չի վճարում ուղևորձը, կարող է տուգանվել։ Դանիելյանը նկատում է, իսկ եթե վալիդացնող սարքը չի աշխատում կամ ծրագրային խնդիր լինի թելսել համակարգում, քաղաքացին ինչ մեղք ունի, որ ինքը 1 րոպեում չի հասցրել վճարել։ Բռնեն ասեն ինչի չես վճարել, այդ մարդուն ասենք խոսքի օրինակ խարազանման ենթարկեն, խայտարակ են այդ մարդուն։ Էդգար Ղուշչյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։